բանակը կործանեցին, Արցախը տվեցին, հայոց պատմությունը ոտնահարեցին, հիմա էլ եկեղեցին են քանդում, չեն կարող։ Սրտի ցավով եմ ասում, հասկանում եք, առաջ լաց է լինում, հիմա չեմ լացելու, հիմա բողոքելու եմ, հիմա պայքարելու եմ իմ եկեղեցու համար, իմ երկրի, իմ երեխայի, իմ հողերի համար, որ տրվեցին աջ ու ձախ, ու տարիս են մինչև հիմա։ Լավ խոսքեր ասում է, սա առաջ լացում էի, բայց հիմա էլ չեմ լացելու, հիմա արդեն պայքարում եմ։ 1700 տարի հայոց եկեղեցին կանգուն է մնացել։ Աշխարհում միակ կանգուն ինստիտուտը մեկ էլ Հռոմի պապն է, Վատիկանն է։ Երկուսն էլ ամբողջ հազարամյակներով իրար դեմ պայքարել են։ Հռոմը մեզ վերացնելու, մենք մեր ինքնությունը պահելու։ Չեն կարողացել։ Սրանք էլ չեն կարողանա։ Մենք կանք ու լինելու ենք։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել կտրիչ Ներսիսյանից։ Նախ պետք է իրան ասել, դու հարգանքով խոսա մեր վեհապարի հետ, վերացրա քո բառապաշարից կտրիչ բառը։ Եթե եկեղեցու դեմ չի, եկեղեցու պատմությունը ինչի համար են հանել։ Շողակատալիքը, որ ուզում են փագեն, ինչի համար են ուզում փագեն։ Հաջորդը 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում եմ։ Եվ սպոնսոր եմ կանգնում եւ ամեն ինչ էլ անում եմ, էլ ոնց չես ուղղորդում։ Կտրիչ Ներսիսյանը եւ նրա նեղ շրջապատը աղանդավորներ են։ Փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել Խորհրդային Միության ժամանակ։ Հələ նա ինչ էր խոսում, երկրի վարչապետը, վեհապար հայրապետը դուրս շպրտեց եկեղեցու գլխավոր խորհրդի կազմից այս 3 տիրադավերին։ Բայց ինչու այնտեղ այդ Քյարամանի պապային էլ չեք շպրտում են, Բենտլի քշողին էլ, ինչու դրանք մնացել են դեռ, ինչի ժամանակը չի եկել։ Ես բան չունեմ ասելու, вам виднее, բայց ես օրինակ մեծ սիրով սպասում եմ բոլորին։ Ինչով են սրանք նրանցից վատը, որ նրանք ինչով են լավը, որ մնացին, սրանք պետք է հելնեն, բոլորն էլ պետք է հելնեն։